Փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ ու սա է հիմնական այն ամբողջ այս պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել։ Այսպես է անդրադարձել Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությանը, մասնավորապես ընդդիմադիր դաշտի առաջնորդների դեմ հարուցված գործերին եւ իր տանը արդեն երրորդ անգամ իրավապահների իրականացրած խուզարկությանը։ Նա համոզմունք է հայտնել, որ ընդդիմադիրների դեմ կիրառվող բոլոր ճնշումներն ու սահմանափակումները բացառապես քաղաքական նպատակներ են հետապնդում, սակայն դրանք չեն կարող կոտրել իրենց կամքը։ Ինչ եղավ, ինչ ստացանք, ինչ կերանք։ Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը, Կարապետյանը խստորեն դատապարտել է իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսը, զգուշացնելով, որ երկիրը այսպես միտումնավոր կերպով նոր ցնցումների ու թշնամանքի առջև է կանգնելու։ Մենք դեռ չենք մարսել են մի թշնամուն։ Ինչու է նոր թշնամի ստեղծում մեզ համար։ Թող պայմանավորվի, չի կարողանում պայմանավորվել, նախորդ անգամ էլ չէր կարողանում պայմանավորվել։ Մեր հաշվին է դա անում, ինքը էլ իր թիկնապահներով քայլելու է։ Դա մեր ժողովրդի հաշվին է։ Հիմա այն մարդիկ, ովքեր իրան ծափ են տալի, հարգելի հայրենակիցներ, ով որ այս պահին Փաշինյանին ծափ է տալի, ասում է, այս տեսեք ինչ, չգիտեմ, հակա այս երկրի քայլ արեց բան, նույն մարդիկ ծափ էին տալի 2020 թվականի պատերազմից առաջ։ Պարոն Կարապետյան, բայց ու բերեց այդ հետևանքների, չի կարելի աշխարհի հետ էմոցիայով խոսել։ Աշխարհի հետ պետք է հավասարակշռված, որ երկրորդ անգամ չառերեսվենք նրան, ինչ որ առերեսվեցին։ Խոսելով ազգային ժողովի կանոնակարգի խախտմամբ կաթողիկոսին չհրավիրելու եւ 9-րդ գումարման ազգային ժողովի անդրանիկ նիստին նրա մասնակցությունը չապահովելու մասին, Կարապետյանը դա անթույլատրելի է որակել ու նշել, որ իրենք իրենց թիմով մտադիր են Կիրակի հանդիպել կաթողիկոսին ու ստանալ նրա հայրապետական օրհնանքը։ Մեր եկեղեցու համանդրությամբ գրված է, որ կաթողիկոսը պետք է լինի այնտեղ։ Կաթողիկոսը ընտրվում է հատուկ ձևաչափով, որը ունիկալ է աշխարհի եկեղեցիների մեջ, բոլոր եկեղեցիներում։ Կաթողիկոսին ընտրում է միայն կրոնական առաջնորդները։ Գրեթե բոլոր հայկական եկեղեցում կաթողիկոսին ընտրում է ամբողջ հայությունը, ամեն 15000 մարդուց մեկը, ու այդ պատճառով ինքը ունի լեգիտիմ իրավունք, նա մեր վեհապարն է ու մի քաղաքական գործիչ իրավունք չունի խառնվելու կաթողիկոսի կամ ընդհանրապես եկեղեցու գործերին։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Ալեքսան Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Ալեքսանյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ եւ պատրաստվում է բողոքարկել որոշումը։ Ալեքսանյանը կալանավորվել էր ավելի վաղ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Նա մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Հրազդանի բժշկական կենտրոնում խոշոր քաշով նորածին է լույս աշխարհ եկել։ Բժշկական կենտրոնից հայտնել են, որ Արթուրը ծնվել է 4 կիլոգրամ 650 գրամ քաշով եւ 53 սանտիմետր հասակով, ինչը հիվանդանոցի պատմության մեջ բացառիկ դեպքերից է։ Փոքրիկը ընտանիքի առաջնեկն է։ Մայրիկի եւ երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Օգոստոսի 28-ից Aeroflot-ը Կրասնոդարից Գյումրի չվերթներ կիրականացնի, հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։ Թռիչքները կիրականացվեն Airbus A320 ինքնաթիռներով, շաբաթական 2 անգամ, չորեքշաբթի եւ ուրբաթ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր գլխավոր փոփոխությունն այն է, որ նախաձեռնությունը այլևս Պուտինի ձեռքում չէ։ Նա նշել է Ուկրաինայի ահռելի կորուստները՝ մոտ 50,000 զոհված եւ 400,000 վիրավոր զինվոր, ինչպես նաեւ հսկայական թվով անհետ կորածներ։ Զելենսկու խոսքով Ռուսաստանի մարդկային մեծ ռեսուրսներին հակազդելու եւ սեփական զինվորների կյանքը փրկելու համար Կիևը պետք է շեշտը դնի ռազմական տեխնոլոգիաների կիրառման վրա։ Մինչդեռ ռուսական կողմը ըստ նրա ամսական կորցնում է շուրջ 30,000 զինվոր։ Ուկրաինայի ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ Ղրիմի վերադարձի հարցը դեռ օրակարգում չէ եւ նշել, որ թեև հողն ու պատմությունը չափազանց կարևոր են, բայց մարդկային կյանքեր չկորցնելը մնում է գերագույն առաջնահերթություն։ Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան այժմ էապես է փոխվել եւ տարակուսել, թե ինչու Ուկրաինային մինչեւ օրս չեն հրավիրել միանալ ՆԱՏՕ-ին։
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում ահաբեկչություն է կանխվել։ Անվտանգության դաշտային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալի։ Ռուսաստան ժամանելուց հետո նա լուրջ նախապատրաստություն է անցել, ինչից հետո արդեն երկրի ներսում ստացել է իր առաջադրանքն ու այն կոորդինատները, որտեղ թաքցված են եղել պայթուցիկ նյութերն ու անօդաչու թռչող սարքերը։ Գործակալին ձերբակալել են հենց այդ թաքստոցի մոտ։ Ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով վնասվել են Վայլդբերիսի, Վոլգոգրադում եւ Զելենոդոլսկում գտնվող լոգիստիկ կենտրոնները։ Մամուլի ծառայության տվյալներով տուժածներ չկան։ Անվտանգության նկատառումներից ելնելով աշխատակիցները տարհանվել են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ զրույցում հորդորել է Բեյրութին չշտապել սիոնիստական ռեժիմի հետ համաձայնագիր կնքելու հարցում։ Նա շեշտել է, որ Իսրայելը ոչ մեկի հետ խաղաղության չի ձգտում։ Դրա փոխարեն Թուրքիայի ղեկավարը Լիբանանի նախագահին խորհուրդ է տվել ամրապնդել հարաբերությունները Սիրիայի հետ եւ այցելել Դամասկոս Ահմեդ Ալ-Շարայի հետ բանակցությունների նպատակով։ Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում տեղակայված ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին։ Հարձակման է ենթարկվել նաև Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազան։ Թիրախ են դարձել էլեկտրաէներգիայի գեներատորները, նավիգացիոն համակարգը եւ վարչական ու օժանդակ շենքերը, որոնք օգտագործում են ԱՄՆ զինվորականներ։ Խաղաղության խորհուրդը համաձայնության է հասել Գազայում Համասի եւ մյուս զինված խմբավորումների ամբողջական զինաթափման շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով համաձայնագիրը կիրականացվի փուլ առ փուլ եւ ի վերջո կհանգեցնի իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերմանը։ Համասն իր հերթին հաստատել է, որ պատրաստ է զենքերը վայր դնել եւ վստահեցրել, որ Իսրայելը չի միջամտի զինաթափման գործընթացին։ Հաղորդվում է նաեւ, որ Համասը միջնորդների հետ կքննարկի համաձայնագրի իրականացման մանրամասները եւ շուրջ 6 ամիս տևած բանակցություններից հետո կհամաձայնեցնի դրա կատարման ժամանակացույցը։ Իսպանիայի հյուսիսաֆրիկյան Սեուտայում միգրանտների աննախադեպ հոսքի պատճառով Մադրիդը բանակ է տեղակայել սահմանային անվտանգություն ուժեղացնելու եւ քաղաքացիական գվարդիային աջակցելու նպատակով։ Իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, երբ Մարոկոից հազարավոր միգրանտներ շրջանցել են արգելապատնեշները եւ լողալով հասել իսպանական ափեր։ Միայն մեկ օրում սահմանը հատողների թիվը հասել է շուրջ 49,000-ի։ Վտանգավոր ճանապարհը անցնելիս առնվազն 15 մարդ խեղդվել է։ Սահմանային այս ճգնաժամին կոշտ է արձագանքել Իտալիան։ Երկրի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ անվերահսկելի ապօրինի միգրացիան ուղիղ սպառնալիք է եվրոպական սահմանների անվտանգությանը եւ Ռոմը պատրաստ է կասեցնել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողությունը։ Այս դիրքորոշումը հրապարակայնորեն պաշտպանել է նաեւ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին, շեշտելով, որ անկանոն ներգաղթի պայմաններում ազատ տեղաշարժի ռեժիմի ժամանակավոր դադարեցումը անհրաժեշտություն է հանուն ազգային անվտանգության պաշտպանության։ Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը անընդունելու է որակել Սեուտայում տեղի ունեցող իրավիճակը, պահանջելով անհապաղ դադարեցնել սահմանի ապօրինի հատումները, ոչնչացնել մաքսանենգային ցանցերը եւ կայծակնային արագությամբ արտաքսել միգրանտներին։ Նա հարցի կարգավորումը հանձնարարել է 2 եվրահանձնակատարի, հույս հայտնելով, որ Մարոկոյի հետ գործընկերությունը կօգնի հասնել կոնկրետ արդյունքների։ Միգրանտների աննախադեպ հոսքի պատճառով Ֆրանսիան արդեն խստացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը, իսկ Ֆինլանդիան կոչ է արել Եվրոպային աջակցել Իսպանիայի նկատմամբ Շենգենյան համաձայնագրի կասեցմանը։ Ըստ Ֆինլանդիայի Մադրիդը արտաքին սահմանների պաշտպանությունը ներխուժումից լիովին տապալել է, արձագանքելով Շենգենյան գոտուց Իսպանիային մեկուսացնելու կոչերին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը հստակեցրել է, որ որևէ պետություն իրավունք չունի միանձնյա բացառել մյուսին համաձայնագրից կամ կասեցնել նրա մասնակցությունը։ Հունաստանում մոլեգնում են ավերիչ անտառային հրդեհները, որոնք արդեն 3 փրկարարի կյանք են խլել։ Կրետե կղզում տարհանել են մոտ 8000 մարդու, աղետի գոտում աշխատում է ավելի քան 200 փրկարար։ Հուլիսի 28-ից լայնամասշտաբ հրդեհներ են բռնկվել նաև Պարոս կղզում, որը ամբողջությամբ հայտնվել է ծխի մեջ։ Աննախադեպ շոկի եւ չոր եղանակի պատճառով հրդեհների ու զանգվածային տարհանումների ալիքը տարածվել է նաև հարավային Եվրոպայի այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Թուրքիայում։
UEFA-ն եւ իր բոլոր 55 անդամ ասոցիացիաները սպառնացել են բոյկոտել FIFA-ի մրցաշարերը, այդ թվում աշխարհի առաջնությունը, եթե կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն իրականացնի աշխարհի առաջնության բաժնեմասերի վաճառքի ծրագիրը։ Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ, քանի դեռ այս առաջարկն ամբողջությամբ չի չեղարկվել։ Եվրոպական ոչ մի հավաքական չի մասնակցի FIFA-ի որևէ մրցաշարի, ասվում է UEFA-ի տարածած հայտարարության մեջ։ FIFA-ն ի պատասխան հայտարարել է, որ կշարունակի աշխարհի առաջնության բաժնեմասերը մասնավոր ներդրողներին վաճառելու իր ծրագրի շուրջ խորհրդակցությունները, անկախ կողմերի դժգոհություններից։ Ոչ ոք չի վաճառում ֆուտբոլը, սա այն հարցը չէ, որը մենք երբևէ կքննարկեինք։ Այսպես է պատասխանել FIFA-ն լայնածավալ քննադատություններին։ Կազմակերպությունը նշել է, որ իր անդամ բոլոր ֆեդերացիաները պետք է հնարավորություն ունենան քննարկելու ծրագիրը, առաջարկելով բաց եւ ժողովրդավարական խորհրդակցություններ անցկացնել։